Տարադրամի 24/7 փոխարկում Fast բանկում։ Ուկրաինական ալիքները պարզել են, որ Ռուսաստանը պատրաստվում է տեղեկատվական պատերազմի Ուկրաինայի դեմ։ Դրա համար ռուսական պրոպագանդան պատրաստվում է կեղծ հաշիվներ բացել, որոնք կհիմնվեն հայտնի բլոգերների եւ ալիքների վրա։ Առաջարկում եմ դիտել գործընկերոջս Հայկ Հովհաննիսյանի ռեպորտաժը, որից հետո նա կզրուցի մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։ Ռուսական ֆեյքերի բանակն ակտիվանում է, այս անգամ կարծես թե ուկրաինական ուղղությամբ։ Ալիքներից մեկը գրել է, որ իր տրամադրության տակ է հայտնվել Ռուսաստանի նախագահի աշխատակազմի կողմից հավանության արժանացած սոցիալական նախագծման գործակալության եւ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի աշխատակից Սոֆիա Զախարովայի կողմից կազմված Ուկրաինայի բռնագրավման նոր ծրագիրը։ Կիրիենկոյի կողմից արդեն համաձայնեցված փաստաթղթով առաջարկվում է ստեղծել կեղծ ուկրաինական տելեգրամյան ալիքներ, դրանցով ինչպես նաեւ արդեն հայտնի բլոգերների միջոցով կեղծ փաստաթղթեր, կեղծ տեղեկություններ, քարոզչություն իրականացնելու համար։ Դրանցից մի քանիսն արդեն իսկ կարելի է տեսնել Telegram ալիքներում։ Այս համատեքստում տեղին է հիշել փորձագետ Սամվել Մարտիրոսյանի անդրադարձը Հայաստանի դեմ նմանատիպ արշավին։ Փորձագետը նշում էր, որ Հայաստանի դեմ իրականացվող մեդիա պատերազմի ժամանակ հայտնի Եվգենի Պրիգոժինի կողմից ստեղծված ֆեյքերի ֆաբրիկան օգտագործել է ամենայն մանրակրկտությամբ։ Ըստ Մարտիրոսյանի, Պրիգոժինի հետ տարբեր կապեր ունեցել են այնպիսի ռազմաքաղաքական տելեգրամյան ազդեցիկ դեմքեր, ինչպիսին են Ռիբարը, Միխայել Զվինչուկ, Քոլնել Քասադը, Բորիս Ռոժին։ Տվյալ ալիքներն ունեն հսկայական լսարան եւ ազդեցություն ռուսաստանյան եւ ընդհանրապես ռուսալեզու լսարանի վրա։ Ըստ Սամվել Մարտիրոսյանի, այս ալիքները պարբերաբար ակտիվանում են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության հետ կապված հարցերի համատեքստում։ Պրիգոժինի մահից հետո փլուզվեց նաև նրա կայսրությունը։ Ստացվում է, որ ֆեյքերի ֆաբրիկան սկսում է աշխատել նոր թափով։ Ամենայն դեպս փորձագետների կարծիքով Սանկտ Պետերբուրգում ստեղծված թրոլների ֆաբրիկան կարծես թե նոր տերեր է ստացել, որոնք ամենայն հավանականությամբ կաշխատեն ոչ միայն ուկրաինական, նաև առաջիկայում հայկական, Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունների ուղղություններով։ Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, կարծում եմ սխալ կլիներ, եթե մենք չզրուցեինք հենց Սամվել Մարտիրոսյանի հետ այս թեմայի կապակցությամբ։ Բարև ձեզ, պարոն Մարտիրոսյան։ Բարի երեկո։ Իմ առաջին հարցը հետևյալն է. դուք ձեր վերլուծության մեջ նշել եք, որ թրոլների ֆաբրիկան Պրիգոժինի կապեր ունի, այսինքն բազմաբևեռ է արդեն դառնում, նաև ասել եք, որ այնտեղ կարող են կապեր ունենալ նաև ադրբեջանական իշխանությունների հետ, Ռուսաստանաբնակ ադրբեջանցի օլիգարխների հետ, կա վերլուծություններ կամ վերլուծությունը արել եք, թե նրանք ակտիվ են հիմա, պասիվ են, թե գտնվում են ակտիվացման փուլում։ Կոնկրետ Հայաստանի պարագայում։ Մի երկու բան ասեմ, որ ով տենց թեմայի մեջ չի լավ հասկանա, Պրիգոժինը ավելի շատ հայտնի է որպես մասնավոր բանակ Վագների ստեղծող, բայց իր առաջին գործերից մեկը խոհարար լինելուց հետո իհարկե Ռուսաստանի նախագահի դա այն էր, որ առնվազն 13 թվականին, այսինքն այդ ժամանակ պարզ դարձավ արդեն, որ դա կա, ամենայն հավանականությամբ ավելի վաղ է ստեղծվել, ինքը ստեղծել էր այդ ֆեյքաբուծարան մեծ թրոլերի ֆաբրիկա, որը մեծ քանակի ֆեյքեր էին արտադրում, մարդիկ աշխատում են 24/7 ռեժիմով, եւ օրինակ այդ ֆաբրիկան ըստ ԱՄՆ հատուկ ծառայությունների մասնակցել է 2016-ի նախագահական ընտրությունների վրա ազդեցությամբ ԱՄՆ ընտրությունների։ Եվ իհարկե Պրիգոժինը ամենաազդեցիկներից էր, բայց միակը չէր, այստեղ կարևոր է հասկանանք, որ Ռուսաստանում մի քանի այսպես բևեռ կա ուժային տեղեկատվական ոլորտում եւ Պրիգոժինի բարձա որ կայսրությունը փլուզվեց, բայց իր քարոզիչները ворկ չմնացին։ Նույն Բորիս Ռոժինը, որի մասին խոսակցությունը գնաց այդ կոլոնել Քասադը Telegram-ի, ինքը Պրիգոժինի հետ գործեր արել է, բայց ոնց որ այնտեղից աշխատավարձ է ստացել ինչ-որ ժամանակ, բայց ինքը ոնց որ այսպես ավելի ազատ է եղել ու իհարկե այնտեղ մի մասը անմիջական նախագահական ադմինիստրացիա ազդեցության տակ են գտնվում, ինչ որ մի մասը ուրեմն ադմինիստրացիայի
ինչ-որ մի հատվածի ու նաև կան ինչ-որ բաներ, որոնք անջատվել են վախտին, մնալով լոյալ իշխանություններին, օրինակ կա մի տենց Կրիստինա Պատուփչիկ, որը Հայաստանում շատ քիչ մարդ կիմանա երևի, տենց երիտ շարժման ղեկավարներից էր, որը ունի այսօր իր մեծ մեդիախումբը, ու իրենք իհարկե Ադրբեջանի մասին երբ որ խոսում ենք, շատ հաճախ ազատ հացի վաստակի վրա են, այսինքն իհարկե իրենք ստանում են ինչ-որ շրջաբայրականներ նախագահականից, բայց մնացած ազատ ժամանակ կարող են փող վաստակել վերցնելով պատվերներ, եթե դա չի հակասում նույն նախագահականի ընդհանուր գծին եւ լինում են դեպքեր, երբ որ արշավները ակնհայտ ադրբեջանական լոբին պատվիրում է։ Հիմա այդ պատվերները կա պարոն Մարտիրոսյան ձեր կարծիքով։ Կարծում եմ հիմա դժվար է հասկանալ այդ պատվերներն են թե չէ, որովհետև ակնհայտ հիմա Ռուսաստան Հայաստան քաղաքական հարաբերությունների այս բարդարացման ֆոնի վրա գնում է լուրջ մեդիա արշավ Հայաստանի դեմ, ու այստեղ իհարկե շատ դժվար է հիմա տարանջատել դա պատվերներ են Ադրբեջանի կողմից, թե ադմինիստրացիայի Ռուսաստանի նախագահականի, ամեն դեպքում կարծում եմ այս պահին այդտեղ ադրբեջանցի առանձնապես փող ծախսելու խնդիրը չունեն, մեկը Հայաստանի դեմ արշավը դեռ շարունակում է, չնայած եթե նկատել եք հիմա մի քիչ այսպես մեղմացում է գնում, հիմա հակառակ թեզերն են գնում, որ մենք ընդհանուր պրոյեկտներ ունենք, բան, եթե տեսնենք վերջին մի շաբաթը ընդհանուր այսպես դրական բաները գնում են, բացասականները բավականին նվազել են, բայց կարծում եմ դա այսպես սինուսոիդա է, շուտով նոր թափ կստանա էլի հակառակ։ Պարոն Մարտիրոսյան, Մեդուզա ալիքը սեպտեմբերի 20-ին հրապարակել էր իր ձեռքի տակ հայտնված ռուսական նախագահի աշխատակազմի հրահանգը ուղղված պետական լրատվամիջոցներին, որտեղ ասում էր, որ Արցախի հանձնումը բարդ են Հայաստանի իշխանությունների եւ նրա արևմտյան գործընկերների վրա, ու ձեր կարծիքով ստեղ ինչքանով Տելեգրամյան հենց այդ fake ալիքները, fake հաբուծարանը ունեցել է իր ներդրումը այդ գործընթացում, թե ինքը մի կողմի վրա է մնացել ուղղակի։ Տեսեք, այստեղ կարևոր է հասկանալ, որ Telegram-ում fake-ը մի քիչ հարաբերական է։ Օրինակ, Ռուսաստանյան ամենամեծ ալիքներից մեկը, օրինակ Ռիբարը։ Նոր է պարզվում, թե հետևը ովքեր են կանգնած, ընդ որում իրանք ստիպված եղան ոնց որ դեանոնիմիզացվել, երբ որ այսպես ասած անդիմադիր դաշտից ինչ որ քթան թե ով կարող է լինի հետևում կանգնած։ Այսինքն ալիքի հետևում կանգնածները պարզ չեն թե ով են, շատ հաճախ, բայց իրանք այնքան լուրջ դերակատար են դառնում, որ արդեն կարևորել չի, թե ով է հետևը կանգնած, որովհետև եթե ալիքը ցիտվում է, եթե պետական լրատվականները իրենց ցիտում են, արդեն դա կարելի ասել լեգիտիմացված աղբյուր է, հեչ կապ չունի հիմա մենք գիտենք իր հետևում ով է, անունով կոնկրետ ադմինով է, թե չէ, որովհետև շատ դեպքերում դա ինչ որ մի քաղաքագետ է, որի անունը ոչ ոք չի էլ ասում ու ինքը թե հոդված էլ գրի իր անունով, որ կարող մարդ չկարդա, բայց ալիքը հայտնի է։ Telegram ալիքը, ենթադրենք 2 միլիոն հետևորդ ունի, հա։ Կան ինչ որ դեմքեր, որոնք անունները հայտնի են, եթե կհիշեք մի Պադալյակա կա, որը Ուկրաինայից փախած տենց ինչ որ դավաճանոց դեմք է, որը 20 թվականի պատերազմին ակնհայտ ադրբեջանական պատվերներ էր կատարում, հիմա ինքը տենց շատ ընդունված է Ռուսաստանում, անձամբ Պուտինն է իրան ընդունում եւ այլն, ու ինքը օրինակ իր անվան տակ է գրում։ Բայց ալիքներից շատերը անունը հայտնի չի, բայց իրանք մեկը արդեն իրանք fake չեն կարող անվանել, որովհետեւ իրենք կոնկրետ այնտեղ ճանաչված ընդունված աղբյուր են դարձել։ Բայց հանգիստ կարող են այդ fake-երը տարածել, չէ՞, ասենք ինչ որտեղից թեկուզ Ռիբարը որ գրում է, հա։
Արդեն ընդունում են բացարձակ այդտեղ բան չկա։ Ինչ որ իմ անգելում են, որպես այսպես վերջին հատյանի ճշմարտություն, ու այնտեղ շատ սիրուն աշխատում են, էլի, այսինքն մեկը գցում է, եթե հրանգ է գալիս դա տարածել, արդեն բոլոր ցանցով իրանք հենց այդպես տերմինն էլ օգտագործում են սետկա են ասում, հա, այսինքն արդեն գիտեն, որ այս սետկայով, այս Telegram ալիքներով սա կգնա, հետո արդեն դա կվերցնեն լրատվամիջոցները նաև ու կսկսեն տարածել, չնայած Ռուսաստանի դեպքում նույնիսկ երևի չեմ խաբի, որ ասեմ, որ Telegram ալիքները հիմա ավելի ազդեցիկ են։ Ես հենց այդ էլ ուզում էի ասել օնլայն Ես կներեք պարոն Մարտիրոսյան, ես հենց դա էլ ուզում էի ասեի, որ մեր հեռուստադիտողների համար պարզ լինի, որ կոնկրետ հիմա Telegram-յան ալիքները Ռուսաստանում ավելի պոպուլյար են, այսպես ասենք, քան թե մնացած մյուս տեսակի ալիքները։ Ամենայն դեպս հեռուստացույցը մեկը դիրքերը պահում է, բայց դրանից զատ։ Կան ալիքներ, որ միլիոնավոր հետևորդներ ունեն, ամենայն դեպս, ու այս վերջերս էլ պարզվեց, որ ալիքներից մի քանիսը դուք էլ կարծեմ կհաստատեք, որ փողով, գումարով հատուկ հենց Հայաստանի դեմ պոստեր էին անում, ճիշտ է։ Իրականում այնտեղ տենց մի սետկա ձերբակալվեցին։ Հա, ռուսներին արդեն պետք չէ, որովհետև բանի տակից դուրս էին եկել, էլի փողի համը զգացել էին ու ավելի շատ փող էին աշխատում, քան հայրենասիրական գործ էին անում ու արդեն որ գնաց, այսպես ասած, ձեռից այդ սետկան սկսեցին լցնել ցանց իրանց մասին վարկաբեկողներ, որ այնտեղ պարզվեց, որ Ադրբեջանից լավ գումարներ փողեր են առել ու լավ լցրել են։ Պարոն Մարտիրոսյան, ինչ եք կարծում այդ ֆեյքաբուծարանը, ֆեյքերի տրոլների ֆաբրիկան առաջիկայում կաշխատի Հայաստանի դեմ, երբ կսկսի աշխատել։ Տեսեք, իրական ես օրինակ շատ զարմացած եմ ուկրաինացիների վրա, որ իրանք նոր բացահայտել են, որ ինչ որ ռուսները իրանց վրա աշխատում են, որովհետև անընդհատ է, կարող է ինչ որ մի հատ հերթական տենց բան է գնում, փուլ է գնալու ինչ որ պատրաստված ալիք, բայց դա անընդհատ process է։ Հայաստանի դեպքում իհարկե շատ կախված է իրավիճակից։ Դեպքեր ա լինում, որ ես ձեզ օրինակ բերեմ, հին օրինակ բերեմ, բայց տեսեք, օրինակ 18 թվականին մարտ-ապրիլ ընթացքում, երբ այստեղ հասարակական շարժումներ էին եւ այլն, այնտեղ հրահանգ կար ու ընդհանրապես Հայաստանի մասին չէին գրում։ Ռուսները։ Եթե կարող եք ռուսաստանյան մամուլը նայել։ Օրինակ, մինչև այդ հերիք էր, օրինակ 17 թվականին ինչ որ մի հատ մեկի թաղում 20 հոգի հավաքվեին ինչ որ շենքի կառուցապատման դեմ, այնտեղ կգրեին անպայման։ Իսկ ամբողջ ընթացքում, երբ որ Փաշինյանը Գյումրիից սկսեց եկավ Երևան հասավ, այս դուրս դեմպոստները սկսվեցին, ոչ իման չեն գրում, երևի 3-4 հրապարակում ա եղել, շատ նեյտրալ, բայց հենց այն պահը եկավ եւ պարզ դարձավ, որ այն մարդը չի նստում ու իրանք ենթադրում էին որպես վարչապետ Փաշինյանն է, մի անգամից ոնց որ տումբերը գցեցին, դուշը միացրեցին ու սկսեցին լցնել, հա։ Դա չէին կողմնորոշվում երևի այդ ընթացքում։ Դե հա, այնտեղ այդ ժամանակ մի հատ հետարքիր կանալ կար, հենց այդ ֆեյքաբուծարանից մեկը ներքին բաներ էր տալիս, ինֆո էր տալիս, հետո բռնեցին թե ինչ եղավ, այդ ալիքը փակվեց։ Այդ ժամանակ ինքը հստակ գրում էր, որ կա հրահանգ Հայաստանի մասին չգրել, մեկ մի օր գրեց, հիմա հրահանգ կա գրելու ու իսկապես այդ օրվանից սկսեցին։ Ու դե իհարկե Հայաստանը Ուկրաինա չի, մեր մասին կամ մեկ ընդհանրապես չեն գրում։ Մեկ էլ կարող է տեսել եք վերջին ժամանակներում ինչ որ պահ կար, երբ որ մեր մասին ավելի շատ են գրում, քան Ուկրաինային, ու այստեղ իհարկե էլի եմ ասում, այստեղ կարևոր է հասկանալ, որ սա այսպես երբ որ ադմինիստրացիան սկսում է գործողություններ, իրանք միանգամից տարբեր բաներով են գնում, հա, այսինքն Մարիա Զախարովայից մինչև Մարգարիտա Սիմոնյան ու այսինքն Ռիբարից մինչև Վար Գոնզո, դա տենց միանգամից լայնամասշտաբ գրող է, սկսում թե կատվական, ու այդ մենք տեսանք։ Այս վերջերս էլ իդեպ հիշեցնեմ Արցախի այո դեպքերից հետո։
Հա, ասեմ, որ այս վերջերս ես էլ հետևում եմ Telegram-յան ալիքներին, այդքան ակտիվ չէին գրում Հայաստանի մասին, բայց ոնց որ թե երկու օր առաջ հայտնի Telegram-յան, այսպես ասենք, բլոգերներից մեկը մի տեղեկություն տպագրեց, դրա համար հարցրեցի, ինչ եք կարծում, երբ կսկսվի Հայաստանի հանդեպ այս գրողը։ Ամենայն դեպս շնորհակալություն եմ հայտնում ձեզ, պարոն։ Ահա։ Իմ կարծիքով դեռ որ sense թեթև պոզիտիվ չկի մեջ ենք։ Հա։ Բայց կերևա, ինձ թվում է մոտակա օրերը ոնց որ հակառակ ալիք կսկսվի, տեսնենք։ Կարծում եմ մինչև ամենայն դեպս Ադրբեջանում նախագահական ընտրությունների ակտիվ փուլ մտնել է, երևի թե կսկսեն ամենայն Հայաստանի հանդեպ Հիկմետ Հաջիևի հարցազրույց, այդպիսի բաներ։ Ամենայն դեպս շնորհակալություն եմ հայտնում պարոն Մարտիրոսյանին, մեր հեռուստադիտողներին հիշեցնենք, որ զրուցում ենք մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ ֆեյքերի ֆաբրիկայի մասին կամ ֆեյք թրոլների ֆաբրիկայի մասին, որովհետև դա շատ մեծ ազդեցություն ունի ներքին քաղաքական եւ հասարակական զարգացումների Հայաստանի կոնկրետ վրա։ Հայաստանը փոքր երկիր է, ֆեյքերը շատ արագ բացահայտվում են։ Շնորհակալություն պարոն Մարտիրոսյան։